Այս շենքը ինչպես նաև այս բնակարանը Երևանի պատմության մի մասն են եւ բավական հին պատմություն ունեն, կառուցվել է 19-րդ դարում 1890-ականների վերջին, սակայն 2000-ականներին ամբողջ այս տարածքը, ամբողջ այս փողոցը, Պուշկինի այս հատվածը, որտեղ որ մենք այժմ գտնվում ենք, ճանաչվել է հանրային գերակաշռ եւ այս տարածքը, ինչպես նաև այս շենքը ենթակա են քանդման։ Հիմա ինչ է անում Երևանի համար Mayrapetyանը։ Ինչ է ուզում, որպես ինչ է ուզում իր անունը մնա, որպես քանդարար, Երևանի կենտրոնի քանդարար։ Պարոն Mayrapetyան, կասեք ինչ եք դուք ծրագրում այդտեղ իրականացնել, ինչ է կառուցվելու։ Բազմաֆունկցիոնալ կառուցապատում։ Այսպես է գրված, տենդերը եղել, որ ես հաղթել եմ, այսինքն դա կարող լինի օֆիսային տարածք, դա կարող լինի հյուրանոց, դա կարող լինի բնակելի։ Հիմա դուք հույս ունեք, որի վերջը ձեզ կհաջողվի այդտեղ։ Ես համոզված եմ, ոչ թե հույս ունեմ, որովհետև եղել է կառավարության որոշում։ Եթե անգամ կառավարությունը այդտեղ բաց թողում ունի, բայց ինքը այս տարածքը, այս շենքերը, որոնք վկայում են Երևանի հնության մասին, այս շենքերն են վկայում, որ Երևանը եղել է 100-150 տարի առաջ, եւ ինքը այդքան հեշտությամբ սա քանդում է, որտեղ գերակա շահ է ճանաչվում։ Մինչդեռ Սամվել Mayrapetyյանն ազատության հետ զրույցում տարածքի իրացումից դժգոհողներին առաջարկում է դիմել կառավարությանը, քանի որ հենց կառավարությունն է 7-8 տարի առաջ որոշել այդ տարածքը հանրային գերակաշռ ճանաչել։ Դատարանը վճիռ կկայացնի, մենք այդ վճիռով կառաջնորդենք, բայց ես չեմ պատկերացնում, որ դատարանը կարող է վճռել, որ կառավարությունը սխալ որոշում է արել։ Հասարակական ընկալումը, ասենք դատարանը կկայացնի իր որոշումը, կառավարությունը ունի իր որոշումը։ Այսինքն, երբ որ դու արդեն մեծ ինվեստիցիա ես արել, հասել ես ավարտին, մնացել է 10%, ասենք, բայ հասարակությունը ուրիշ ձևի է ընկալում, որտեղ այդ մի 10%-ին համաձայն չեք։ Եկեք փոխենք, էլ չանենք այս գործը, հա, այդպես է պատկերացնում։ Հնարավոր չէ ինչ-որ բաներ պահպանելով շարունակել։ Դե ասում եք դուք ամեն ինչ էլ հնարավոր է, պետք չի սկսել այդ process-ը ընդհանրապես։ Միգուցե պետք էր, որ ընդհանրապես մնան այդ քարուքան տները, որտեղ մի քանի հոգի կարող է բողոքեն, այդ process-ը չլներ, այդ ժամանակ կառավարությունը պիտի չորոշեր, մենք էլ չմասնակցենք։ Այդ ուրիշ խնդիր է։ Հասարակության կարծիքը շատ լավ ուսումնասիրեին, հասկանային, որ մեր հասարակությունը ընդհանրապես դեմ է, որ Երևան քաղաքում որևիցե մի բան կառուցվի, մենք էլ չմասնակցենք, չանենք, բայց չի եղել այդպիսի բան, չէ՞։ Այն պահին, երբ իրացման տակ գտնվող Պուշկինի փողոցի հին տներից մեկի առջև զրուցում էին Անահիտ Բախշյանի հետ, հնաոճ տան դուռը բացեց տարեց մի կին 83-ամյա Էմմա Խոյեցյանը։ Ամուսնու հայրը տունը ձեռք է բերել 1937-ին, իսկ մինչ այդ 1890-ականներին կառուցված այդ տանը բնակվել են թայիրովները։ Մեկը դուրն է ուզում, մեկը նավեսն է ուզում։ Չեք վաճառում։ Չէ։ Այս մի թիքին է մնացել, դու ես եկան։ Ճիշտ թիքին չի, ամբողջ փողոցի մասին է Դե խոսքը։ այս սա փողոցը պիտի քանդեն, այս սա վաճառված է, մեր բակը վաճառված է։ Ձեզ համար արժեք չի այս ամենը։ Հիմա ինձ համար ուսկիմ կյանք արժեք չի։ Իսկ շենքը լավ վիճակում է գտնվում։ Շենքն ինձ մի հատ պատվալ ունի, որ մի հատ մուզեյ է, գինեգործական փոքր մինի բան է եղել այստեղ։ Գինի են սարքել։ Մի հատ կարաս կա, որ 2 կոբոյին է։ Այդ կարասը մինչ հիմա հողի մեջ մնացած է։ 83-ամյա Էմման դժգոհում է, ինչ-ինչ Երևանի մասին են խոսում, անգամ հին երևանցի չկա, որ բարև տա։ Մենք էլ հին երևանցիներ ենք, ստե հիմա երևանցի չկա մեր նման։ Որ գտնեմ բարև կտա։ Իրացման գոտում Պուշկինի 10 հասցեում է գտնվում նաև հայտնի Դոլմամա ռեստորանը, այս շենքը նույնպես 19-րդ դարում է կառուցվել։ Եվ հիմա կանգնած ենք Դոլմամայի դռան առաջ։ Այս են Դոլմաման է, որտեղ բոլոր հնարավոր հյուրերը հյուրասիրվում են։ Ցուցատախտակ կան։ Այո։ Տեսեք հələ ովքեր են եկել։ Այս են Դոլմաման է, որը ինչ որտեղ Երևանի երեսնել է պարզ Մեր նախագահ Սերժ Սարգսյանը, այո, նախագահը, բոլոր Պուտինը, բոլորը, այո, չկա։ Վերջերս նաև Քիմ Քարդաշյանը հյուրընկալվեց այս։ Այո, չկա մեկը մի բարձրաստիճան ցենց աշխարհի մակարդակով, մեկը որ գա Երևան եւ Դոլմամա չայցելի։ Հիմա ինձ շատ հանգիստ ուզում են քանդեն, վերացնեն։ Ես դժվարանում եմ հասկանալ հենց Mayrapetyյանին։ Ինչքանը որ մնացել է, նույն չափով պահպանել եմ։ Ես 18 տարի այստեղ բիզնես եմ արել։ Իմ բիզնեսի նպատակը եղել է
Այն մարդը, որը Հայաստան հյուր է գալիս, 2 ժամ, որ ինքը պետք է իմ ռեստորանում անցկացնի, ես այդ 2 ժամվա ընթացքում իրան փորձել եմ այնց անեմ, որ ինքը Հայաստանից լավ տպավորությունով գնա։ Ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյանն, ով դատական գործընթացների մեջ է Սամվել Մայրապետյանին պատկանող ընկերության հետ, նշում է 19-րդ դարում կառուցված տունը գրեթե նույնությամբ պահպանել է հատակի փայտը, նկուղի տուֆե քարերը, պատուհանները, անգամ բակում խաղողի հաստաբուն վազը։ Նոր շենքը ոչ մի ձևով հետաքրքիր չի, որևէ մեկի համար։ Գնում ես մի հատ երկիր, ուզում ես այդ երկրի հին մասը տեսնել ոնց են ժողովուրդը ապրել։ Սա ունի 100 տարվա պատմություն ունի, 100 տարին քիչ, հա։ Մենք այդ ընթացքում կոտորած ենք տեսել, մենք տեսել ենք ցեղասպանություն, ոչ թե կոտորած։ Մենք տեսել ենք մի հասարակությունից դարձել ենք սովետական միության մի մաս, հետո դարձել ենք անկախ երկիր։ Այս ամբողջ պատմության էջերը ինչ որ փաստեր պետք է ունենանք պատմելու։ Ոչ մի փաստ չի մնում, լինում է, որ մենք եղել ենք, ծնվել ենք 1993 թվականին, 1993 թվականից հետո էլ 2000-ական թվականներին սկսել ենք շենքեր սարքել։ Էլ ինչ պատմություն։ Ավանյանը չի հասկանում, թե որն է հանրային գերակաշահը, երբ մի բիզնեսմենից խլում են իր սեփական տարածքը եւ տալիս մեկ այլ բիզնեսմենի։ Երևանի պատմության մի մասը կազմող այդ շենքերն ըստ Դոլմամայի սեփականատիրոջ կարող են դառնալ տուրիզմը խթանող մի փոքրիկ կենտրոն։ Չես քանդում, ստացվում է, որ ստանում ես աղոթք ժողովրդի կողմից, շնորհակալություն ժողովրդի կողմից, պատմության էջը պահողի համար, որը դա կարևոր է, նրա կողմից էլ է շնորհակալություն ստանում ես շանս փող սարքելու եւ լիքը դատարկ տարածք կա Բակի կողմից, որտեղ կարելի է կառուցել հիանալի հյուրանոց, ինչ պլաններ որ ուզենա կանել, կարող է դա կատարվի։ Ես չեմ կարծում, որ կարելի է Պուշկինի փողոցը Աբովյանից մինչև Սախարովի հրապարակ քանդել։ Հռոմի կենտրոնում կա Կոլիզեյը, որ քանդեն ինչքան քառակուսի մետր այդտեղ առաջանում, որ ինչեր կարելի է այդտեղ սարքել։ Մի հատ մոլ կարելի է, չէ՞, սարքել, կողնել հյուրանոց, կողնել ինչ ուզում ես, բայց չի կարելի քանդել, այն թանկ է։ Թանկ բանը չի կարելի էժան բանով փոխարինել։ Ոնց կարելի է թանկ բանը ծախել, էժան բան առնել։ Ես իմ պետությանը խորհուրդ եմ տալի, դա վատ բիզնես է։ Պատասխանելով մեր այն հարցին, թե արդյոք պատրաստվում է քանդել բոլոր այն շենքերը, որոնք ընդգրկում են Աբովյան, Պուշկին եւ Սախարովի հրապարակի տարածքը, բիզնեսմեն Սամվել Մայրապետյանն ասաց, թե պատմական հուշարձանները, օրինակ Հրշեջների տունը հնարավոր չէ քանդել առանց կառավարության որոշման, իսկ այն շենքերը, որոնք ընդգրկված չեն պահպանվող շինությունների ցուցակում, դա արդեն այլ հարց է։ Իդեպ, քաղաքապետարանն անցած շաբաթ հայտարարություններ տարածել, թե տվյալ տարածքում առկա են թվով 4 հուշարձան շենքեր, որոնք պահպանվելու են նույն տեղում։ Այսօր մենք հարցում ենք ուղարկել քաղաքապետարան, խնդրելով նշել, թե խոսքը կոնկրետ որ շենքերի մասին է։ Քաղաքապետարանը ողջ օրվա ընթացքում այդ 4 շենքի անունը չփոխանցեց։